Հաղորդման հովանավորն։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող, եթերում է Արի ամուսնանանք հաղորդումն է։ Այո, մենք սրտադրով սպասում ենք ձեզ եւ ամեն բան կանենք, որպեսզի դուք գտնեք ձեր երկրորդ կեսին։ Եվ դրա համար զանգահարեք։ Ձեզ հետ է Ջուլիետա Ստիպանյանը Եվ Սոֆի Դեբոյանը։ Հրավիրենք մեր հյուրին։ Մեր հյուրն է հոգեթերապևտ Կարինե Բալաբեկյանը, խնդրեմ։ Դե ինչ, հրավիրենք տաղավար մեր հարսնացուհուն։ Կարինե Մկրտչյան, Երևանաբնակ Կարինեն 24 տարեկան է, ըստ աստղերի կույս, տարով նապաստակ, ունի միջնակարգ կրթություն, մասնագիտությամբ դիզայներ։ Դպրոցն ավարտելուց հետո Կարինեն աշխատել է տարբեր կառույցներում, այժմ աշխատում է սուպերմարկետների ցանցում։ Ծաղիկներից ամենաշատը սիրում է կալլա, ուտեստներից խինկալի, ընկերասեր է, ունի շատ ընկերներ։ Կարինեն լինելով բարի եւ համեստ մարդ նախընտրում է ազնիվ տղամարդու, նվիրված, ուժեղ եւ կայուն։ Նախկինում սիրահարված է եղել, ունեցել է ընկեր, սակայն հարաբերությունները մի օր ավարտին են մոտեցել, քանի որ գնալով իրար չեն հասկացել։ Ուզում է գտնել իր ճիշտ կեսին, ամուսնանալ, ունենալ 2 երեխա, տղա եւ աղջիկ։ Կարինե, կարող եք ասել հետո Քույրիկիս հետ մեկ է։ Իսկ դու գիտես, որ քո սիրտը գրավելու համար այստեղ են 3 հետաքրքիր երիտասարդներ։ Ես ասեմ ովքեր են, քանի որ անգիր չեմ հիշում, Վիգենը, Մուշեղը եւ Արմենը։ Միգուցե կպատմես ինչն էր պատճառը, որ դու ունեիր ընկեր ու բաժանվեցիք։ Չէ, անկեղծ պիտի լինես։ Դու հուզվեցի հիշողություններից։ Չէ։ Ճիշտն ասած, սկզբից շատ լավ էր ընկերությունը ու գնալով դարձավ ինչ-որ սառը, միապաղաղ։ Դա ինչից սկսվեց։ Չգիտեմ ինչից կոնկրետ, երևի նրա սիրում էիք իրար անկեղծ։ Երևի հիմնականում նրա վերաբերմունքը փոխվեց ավելի շատ։ Կարող է դա կապված էր ընտանիքի, ծնողների հետ կապված, այսինքն ընտանիքի հետ կապված չէր, աշխատում էր այդ տղան իմ քույրիկիս հետ ու ժամանակ առ ժամանակ իմացա, որ ինքը խաղամոլ է, իսկ ես չցանկացա շարունակել ու շնորհակալ եմ քույրիկիս, որ շատ շուտ պարզեց։ Երկար ժամանակ եք մանեկի։ 2 տարի մոտավորապես քույրիկիս հետ աշխատում էր, ծանոթ էր այդտեղից ընդամենը, բայց մանգալը մի քանի ամիս ընդամենը։ Կարելի է քեզ հասկանալ, իսկ դու ինչով ես սիրում զբաղվել ընդհանրապես։ Երբ որ գալիս ես գործից հոգնած, գալիս եմ աշխատանքից, մի ժամ երևի մոտավորապես նստում, հեռուստացույց եմ դիտում։ Սիրում ես կարդալ։ Այո, շատ եմ սիրում, նամանավանդ մի քանի անգամ դաժե կարդացել եմ Սերո Խանզադյանի հողը, որ անչափ շատ եմ սիրում այդ։ Իսկ այդ հանգամանքը ինչպես ընդունեց ձեր ընտանիքը, այդ փաստը։ Ինչպես անդրադարձավ ընտանիքի անդամների վրա։ Ծանր չտարան ոչ մեկ, ճիշտն ասած։ Ոչ մեկը ծանր չտարան, բայց դու ծանր տարար։ Չէ։ Ինքը ուրախացավ։ Թեթև տարա, հա, կարծացի, որ իսկ այն տարիքում չեմ, կարելի է կյանքը շարունակվում է, չի сахманопаком. Ты знаешь, Карина, это опыт, который человек приобретает на каких-то ошибках, на каких-то неудачных встречах. Это тоже нужно пройти. Это путь, который необходимо пройти по жизни. Ты станешь сильнее. Կարին, այսպես մի հարց քեզ։ Դու ո՞նց ես պատկերացնում քո ապագա ընկերը։ Այսօրվա տղաների նման լինի sense, թե ավելի ինձ կոնսերվատիվ, թե ավելի տրադիցիաները սիրող, ավելի ինձ նահապետական, թե շատ թեթև, շատ ժամանակակից։ Թեթև լինի, ժամանակակից, առաջինը անկեղծ լինի։ Ախր այդ ժամանակակցի մեջ այնպիսի բաներ կա, ասում ես խաղամոլ ա եղել։ Ժամանակակից տղաների մեծ մասը այդպիսի բաներով են զբաղվում։ Լսեն ջազ, լսեն ռեփ, երաժշտություն, կարդան, հետաքրքրություններ, լողավազաններ կա, լավ զբաղմունքներ կա։ Ես զարմանում եմ ինչն է տանում դրանց։ Այ դու սիրում ես խինկալի, Վրաստանում կերել ես խինկալի։ Չէ, ճիշտն ասած, չէ, առիթ չես ունեցել։ Շատ կուզեի։ Դե կարծում եմ քո ապագա անգերոջ հետ անպայման կգնաս եւ կփորձես խինկալի։ Իսկ խինկալի պատրաստել կարողանում ես։ Չէ։ Պատրաստում եմ, շատ սիրում եմ։ Կպատրաստես ու մեզ կհրավիրես։ Անպայման։ Ինչ համով բաներ ես պատրաստում։ Пицца. Ты себя считаешь хорошей хозяйкой? Да? А ты շատ եմ սիրում սալատներ պատրաստել, տարբեր տեսակի։ А ты вообще хороший друг? Да. Да? Никогда не подведешь?
Այ ընկերուն կարելի հարցնել։ Никогда никого не предавала, да? Միգուցե դու պատմես։ Դու ասես։ Ես իրա քույրիկն եմ, ինքը շատ ընկերասեր է, նվիրված է շատ։ Ես մի քիչ տխուր եմ, որ իրա կյանքում տենց դժբախտություն է եղել, որ ինքը մի քիչ վիրավորվել է ոնց որ կյանքի։ Դե մենք չհամարենք դա դժբախտություն, չի ամուսնացել երեխա մեծ է եկել։ Ինչ այլ, ման այգի չի ստացվել։ Ես իրան ցանկանում եմ, որ ինքը այս անգամ գտնի իրոքի երկրորդ կեսին ու իրար հետ երջանիկ լինեն ու ես իրան անպայման կօգնեմ այդ հարցում։ Շատ լավ է տեսած։ Թեկուզ եւ ամուսնացած բաժանված է լինեիր Կարինե։ Շատ կարեւոր է, որ դու հիմա այստեղ ես գտնվում։ Կյանքը ոչ մի վայրկյան կանգ չի առնում։ Ցանկացած տարիքում կարելի է սկսել նոր կյանք։ Ճիշտ է։ Եվ ի օգուտ ձեզ դուք կարող եք մի երազանք պահել, որովհետև երկու Կարինեների մեջտեղում եք նստած։ Թե ինչ, կպահենք։ Իսկ ես տաղավար եմ հրավիրում մեր փեսացուին, առաջի փեսացուին, Վիգեն Զարգարյանը։ Գիտեք, ինչ կանցնենք մեր ծանոթությանը, մի փոքր նայենք տեսանյութը ձեզ։ Ու ծանոթանանք ձեզ այդ տեսանյութով։ Վիգեն Զարգարյան 20 տարեկան է, ապրում է Երևանում, ընտրել է իրավաբանի մասնագիտությունը, զբաղվում է երաժշտությամբ, ստեղծագործում է, գրում է երգեր։ Վիգենը նկարահանվել է տարբեր սերիալներում, սիրում է շրջագայել։ Նա ակտիվ կյանք է վարում, չի կարող տանել երկերեսանությունն ու կեղծավորությունը, նախընտրում է բարի, խելացի, կենսուրախ, իրենց արժեքն իմացող աղջիկներին, հետամուտ է լուրջ հարաբերությունների, եթե գտնի ճիշտ զուգընկերուհու, պատրաստ է ամուսնանալ։ Մինչև մեր հարցազրույցը սկսենք, ես ուզում եմ իմանալ, թե դուք ում հետ եք եկել տաղավար։ Եկել եմ իմ մոտիկ ընկերոջ Ալիսայի հետ։ Вы любите очень путешествовать. Այո, սիրում եմ շատ։ А деньги у вас есть для этого? Դա շատ անձնական հարց եմ կարծիքով։ Դե հետաքրքիր է։ Ձեր ապագա չիկը, Քանի որ կասի ես ուզում եմ անձնականից խոսալու։ Չէ, ապակայում ընտրյալ եմ կարծիքով ոչ մի խնդիր չի ունենա հետագայում։ Գիտեք հարցը ինչ է Վիգեն ջան, որ գալիս եք այստեղ անկեղծ խոսալու համար եք գալիս։ Իհարկե։ Եթե անկեղծ խոսեք, անպայման կգտնես քո կեսին։ Համաձայն եմ։ Ինչու եք դուք ուզում, որ ձեր ընտրյալը լինի ձեզանից տարիքով մեծ։ Տարիքով մեծ չէ, ես նշել եմ 18-ից 24 տարեկան, իմ կարծիքով ընկերության մեջ կամ սիրո մեջ տարիքը ընդհանրապես կապ չունի, այսինքն կարող է տարիքով շատ մեծ լինի, բայց դա գետ լինի։ Ապրես, ճիշտ է։ Իմ կարծիքով տարիքը բացարձակ կապ չունի։ Իսկ այն թվարկածները, որ աղջիկը պետք է լինի բարի, խելացի, ճաշակով, հումորով, միշտ իմ կարծիքով պետք է ժպիտ երեսին լինի, իմ կարծիքով դեմից նստած գեղեցկուին համապատասխանում է իմ բոլոր թվարկածներին։ Ոչ, մի անգամ այդպես։ Շատ լավ է։ Համաձայն եմ, գիտես Վիգեն, ես էլ իմ ամուսնուց 9 տարի մեծ եմ։ Ես էլ 4 տարի, արի Իմ կարծիքով դա շատ նորմալ է։ Վիգեն ջան, բայց հետաքրքիր է, այն այ Սոֆին ասեց 9 տարի է մեծ, ես 4 տարի է մեծ իմ ամուսնուց ու հրաշալի զույգեր ենք, ինչպես որ երևի գիտեք։ Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում, արդյոք ծնողներդ համաձայն կլինեն, որ քեզանից ենթադրենք 4 տարի մեծ աղջիկ տանես տուն։ Իմ կարծիքով ժամանակ է պետք, որպեսզի այդ ընթացքում համակերպեն այդ մտքերը, ճիշտ է, ցանկալի կներ ինձանից ավելի փոքր հասակով աղջիկա հետ ընկերություն անել, նաև ինչու՞ չի ամուսնանալ, բայց կարծիքով դա Վիգեն, իսկ եթե քո մայրդ խառնվի ձեր անձնական գործերի մեջ, ինչ դիրք կբռնես։ Իմ մայրը երբեք չի խառնվի իմ անձնական գործերի մեջ, քանի որ ես ինչ որոշում կայացնում ինքն իմ կողքին է։ Բայց այն որոշումը կայացրել ես եկել ես այստեղ գտնելու քո կեսին, ճիշտ է։ Արդյոք 20 տարեկանում կարելի է այսպիսի որոշում կայացնել, որ գալ հանդիպել ու գտնել երկրորդ կեսին։ Արդյոք մայրը դրան համաձայն է։ Իհարկե համաձայն է։ Բայց 20 տարեկան ես, դու դեռ երեխա ես, դու կարող ես ընտանիք կազմել։
Իմ կարծիքով ընտանիք կազմելու համար շուտ է մտածել, նախ ժամանակը պետք, որպեսզի մենք ընկերությունը անենք, մոտիկից ճանաչենք, նաև այդ ժամանակը ցույց կտա, մենք արդյոք արժանի զույգ ենք միմաց թե ոչ։ Դու այսինքն մենակ ապրել չես կարող, հիմա ուզում ես անպայման կողքից լինի զուգընկեր, թե Չէ, ցանկալի է լինի, ցանկալի է, այո։ Веселее жить, интересней. Ինչպես նաև ցանկացած տղամարդու համար։ Դե իհարկե, ընկերությունը կարևոր նշանակություն ունի, մանավանդ այս տարիքի համար։ Եթե դուք վիճեք իրար հետ, դու կանես առաջի քայլը։ Չէ, ես աշխատում եմ ընդհանրապես աղջիկների հետ առաջին չէ վիճեմ։ Դե եթե ստացվեց այսպեսի մի փոքրիկ Ընդհանրապես ես ներողամիտ մարդ եմ, չգիտեմ էլի, ասենք որ վիճենք էլ ամեն ինչ կան որպեսզի հաշտվենք, էլի։ Չես սպասի, այ Այսինքն եթե ասենք շատ ցավոտ թեմայի շուրջ վիճենք, այդ դեպքում հնարավոր է հրաժարվեմ, բայց սովորական վեճին կարծիքով սովորական երևույթ է։ Ցավոտ թեմա ասելով ինչ եք հասկանում։ Ցավոտ, այսինքն ցավոտ ինչ որ թեմայի շուրջ վիճենք, այսինքն Աստված ոչ անի, ինչ որ մի բան պատահի եւ ներելու չլինի, էլի, բայց այսինքն ես աշխատում եմ լավատես լինեմ, լինեմ, էլի։ Ինչ դեպքերում դիչեսների։ Դավաճանության դեպքում ընկերուհուն կամ կնոջը դավաճանության դեպքում։ Օրինակ։ այսօր ցավոտ կողմ։ Դե իհարկե դա է։ Դուք ինչ կասեք։ Ես լավ կարտիկ ունեմ, հույսով եմ, որ տեսնենք արդեն մյուս երկու մասնակիցներին, մենք կընտրենք, հույսով եմ լավին կընտրենք ամենա։ Չնայած բոլորները կարծում եմ, որ լավն են, բայց կարտիկը դրական է։ Իսկ ձեզ դուր է գալի մեր հարցնացուն։ Բնականաբար։ Այո, ինչա դուր եկավ, շատ համեստ եւ գեղեցիկ է։ Ինչն է պատճառը, որ Վիգենը մանկության տարիներիդ ինչպես ես անցկացրել Վիգեն, որ դու կարող ես նույնիսկ քեզանից մեծերի հետ համակերպել եւ նույնիսկ ռեալ ընտանիք կազմել։ Մանկության տարիներից նորմալ եմ անցկացրել, ճիշտ է, դժվարություններ շատ եմ տեսել, բայց ես շատ եմ շփվել ինձանից տարիքով մեծ փոքր մարդկանց հետ եւ ասենք մարդկանց հետ հարաբերություններում ես դժվարություններ չեմ տեսնում, արդեն փորձ ձեռք բերել եմ որոշ չափով։ Կներկայացնես մեզ բանը կնկալը, հա։ Բնականաբար։ Ուրեմն ես երաժշտությամբ եմ զբաղվում, ռեփ եւ R&B։ Մի հատ հատուկ քեզ համար գրած երգ ունեմ, որը դեռ հանդիսատեսի տատին չեմ ներկայացրել, ուղղակի այսօր սպասել եմ, որպեսզի բացառության կերպով քեզ ասեմ այս խոսքերը, ուղղակի ես այս խոսքից հետո վստահ եմ, որ շատերը չեն հասկանալ, այսինքն ամեն մեկը արժանի չի։ Ու ես գտնում, որ դու հենց արժանի ես։ Միգուցե հենց ուրիշ մարդներ ես չասա այդ խոսքերը, բայց ես գտնում, որ քեզ պետք է ասեմ։ Քո աչքերում տխրություն է, քո աչքերում թուլություն է, քո աչքերում ուրախություն է, քո աչքերում երազանք է։ Ես չեմ կարող ապրեմ առանց դրանց։ Եվ նայում եմ քո վրա, հալում եմ ոմի նման։ Հեքիաթային առեղծված, միակ ես մեռած։ Մեկ վամպիր ես, բայց հոգով մաքուր ես։ Միշտ փայլում ես, գիտես քո արժեքը։ Հայացքներով խոսում ենք, մանից լսում ենք։ Մի օր էլ մոտիկացանք, իրար միացանք։ Քեզ տվեցի սիրտս, քեզ տվեցի հոգիս, քեզ տվեցի կյանքս, դու էլ քոնը։ Քեզ համար կանեմ ամեն ինչ ես կյանքում։ Իրար նման ենք, մի ամբողջություն ենք, ունենք նույն ճաշակը, նույն մտածելակերպը։ Դու իձայլ ես ընդմիշտ, անդադար հանգիստ մի թիթեռս բացառիկ։ Կարող եք ասել ձեր սենյակը և սպասել։ Շնորհակալություն։ Կարինե ջան, ինչ կարծիք ես։ Եվ տպավորություն թողեց, շնեսած։ Բայց ես չհասկացա, բանաստեղծություններ կարդում, թե ռեփ։ Ռեփ, ինչ որ։ Ու առաջի անգամ էր։ Ինքն գրածներ ու առաջի անգամ էր։ Իսկ դու ինչի չէիր նայում աչքերին, ինչի էի 4 կողմդ նայում, ուրիշին էիր փնտրում կանգնած ընդեղ, ուղիղ նայիր աչքերին։ Տղան լարված քեզ հետ էր խոսում։ Լավ։ Հրավիրենք մեր հաջորդ հերոսին։ Մուշեղ Դանիելյան։ Բարև ձեզ։ Մինչև սկսելը երևի տեսնենք տեսանյութը, հա։ Դիտենք։ Մուշեղ Դանիելյան 29 տարեկան է, ծնվել է Երևանում, ապրում է մոր եւ 2 քրոջ հետ, չի աշխատում, սովորում է իրավաբանական ֆակուլտետում, նախասիրությունը դիզայներություն, սիրած գույնը կապույտ, նախընտրած կինը գեղեցիկ, բարի, ենթարկվող, ուզում է ամուսնանալ, ամուր ընտանիք կազմել, ունենալ 3 երեխա, վարել ներդաշնակ, բայց ակտիվ ընտանեկան կյանք։ Հաղորդման հովանավորն է
Ներկայացնում ենք շահողների տոնական շքերթի 6-րդ տասնյակը։ Տոմսը գնեցի տոտոյից, անսպասելի էր, բայց շահեցի։ ապրիաներս, որ գնեց, Ջնջեցի եւ անակնկալ այսպիսի։ Շատ ուրախացա եւ շահեցի կես միլիոն։ շահել եմ։ Կես միլիոն։ Ով առնում է շահում։ Չէ որ ամեն ինչ կարող է պատահել։ Յուրաքանչյուր ոք կարող է շահել։ Ուզում եք ստանալ տարեկան մինչև 12% տոկոսադրույքով կայուն եկամուտ, ինչպես նաև հնարավորություն շահելու ուղեգիր 2 անձի համար դեպի Հունաստան, ճանապարհորդություն Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով կազմակերպված Իմ տուր տուրիստական ընկերության կողմից։ Ներդրեք ձեր դրամական միջոցներն Անելիք բանկում արձակուրդային ավանդատեսակով, ինչպես նաև ստացեք հնարավորություն ցանկացած պահի ավելացնել կամ հետ վերցնել ավանդը կամ դրամի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ, համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Միայն օրանժ համարով Ռուսաստանում վայելիչ ռոմինգի ամենաֆանտաստիկ 30 դրամ րոպեսակագինը։ Ռուսաստան գնալը փոխվում է օրանժի հետ, օրը փոխվում է օրանժի հետ։ Արի գնացի։ Hey, հանգիստ, մոտոն ինչ մեղք ունի։ Ատենց լավ չի, գլխով խփի։ Դու լրիվ գիժ ես, երբ քաղցած ես։ Վերցրու սնիկերս։ Լավ ես։ Լավ եմ։ Դու չես, երբ քաղցած ես։ Մի հապաղիր, սնիկերսիր։ 18-րդ դար կահույքի սրահ, միամսյա զեղչեր ողջ տեսականու համար, Կոմիտաս 59 հասցեում, հեռախոս 20 20 32։ Արոր համեմունքներ, լայն տեսականի բազմազան համերով ու բույրով։ Արոր համեմունքներ, փորձեք և համոզվեք, ձեր ուտեստները կստանան անկրկնելի համ և բույր։ Ձեր ուտեստների համն ու բույրը Արորից։ Եթե առաջին անգամից լուծը չվերանա, դուք վտանգում եք ոչ միայն ձեր ծրագրերը, այլ նաև առողջությունը։ Ընդունեք Իմոդիում, չէ որ լուծի ժամանակ վնասակար նյութերը դուրս են գալիս առաջին անգամից, իսկ յուրաքանչյուր հաջորդ անգամ օրգանիզմը կորցնում է